Քննիչի մասնագիտությունը ընտրել եմ, քանի որ միշտ ձգտել եւ ձգտում եմ արդարության, քննիչի պաշտոնը ինձ հնարավորություն է տալիս օրենքի շրջանակներում հասնել արդարության եւ հենց այդ նպատակով ընտրել եմ այս մասնագիտությունը։ Մոտիվացիան նպատակն է եղել, այսինքն իմ պատկերացումներով արդարությունը, որը պետք է միշտ լինի, վերականգնված լինի, իսկ պատկերացումները մինչ օրս արդարացված եմ համարում, ի սկզբանե արդարացված են եղել եւ մինչ օրս էլ արդարացված են։ Այլ մարզային քննչական վարչությունների հետ կապված որևէ բան չեմ կարող նշել, քանի որ ի սկզբանե իմ աշխատանքը սկսել եւ մինչ օրս էլ շարունակում եմ Լոռու մարզային քննչական վարչությունում, անդրադառնալով Լոռու մարզային քննչական վարչությանը կարող եմ առանձնահատկություն նշել, դա տարածքի բարդությունն է, ինչպես նաեւ սահմանային գոտի լինելու հանգամանքն է, որոնցից էլ բխում են հանցագործությունների տարաբնույթ լինելը։ Ստեփանավանի քննչական բաժնում քննում են տարաբնույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներ, սակայն առավել տարածված են մարդու կյանքի եւ առողջության դեմ ուղղված, ինչպես նաեւ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները։ Օրինակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները բավականին տարածված են ապօրինի ծառահատման դեպքերը, որը էլի պայմանավորված է բնության հետ կապված, այսինքն տարածքի հետ կապված, բազմաթիվ քրեական վարույթներ են ունենում այդ հանցագործությունների վերաբերյալ, ապօրինի որսի հետ կապված, մարդու կյանքի եւ առողջության դեմ ուղղված ունենում ենք առողջությանը միջին ծանրության ծանր վնաս պատճառելու դեպքեր, ինչպես նաեւ ընտանեկան բռնություններն են բավականին մեծ թիվ կազմում։ Իմ կարծիքով հանրության վստահությունը քննչական մարմնի նկատմամբ ամենակարևորն է, քանի որ այդ վստահությունը հնարավորություն տալիս բացահայտել թաքնված հանցագործությունները որոշ դեպքերում եւ վստահության հետ կապված նշեմ, որ վերջին տարիներին հանցագործության առևոտ հանցանքի մասին ներկայացված հաղորդումների քանակի ավելացումը։ Իմ կարծիքով իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ կարելի է քննչական մարմինների համապատասխան ներկայացուցիչների այցելություններ կազմակերպել դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, ինչպես նաեւ բարձրագույն հաստատություններում եւ ներկայացնել քաղաքացի քննիչ փոխհարաբերությունների համագործակցության, ինչպես նաեւ քաղաքացիների հասարակական պարտքի կատարման կարեւորության մասին։ Որպես կին քննիչ չեմ հանդիպել դժվարությունները կապված են ընտանիքիս հետ, որ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել հատկացնել նրանց, բայց իմ պարագայում առավելություն է նաեւ այն, որ ես աշխատում եմ իմ ամուսնու հետ, ով նույնպես քննիչ է միևնույն քննչական բաժնում։ Ես աշխատում եմ 2019 թվականից Ստեփանավանի քննչական բաժնում, ամուսինս մինչ այդ աշխատել է նույն բաժնում որպես քննիչ, այնուհետև դուրս եկել որոշ ժամանակ, հետո նույնպես վերադարձել, ծանոթացել ենք նույն բաժնում, ինձ օգնել է որպես նոր քննիչ աշխատանքի մեջ եւ այդպես։ Քննիչի եւ դատախազի համագործակցությունը նախաքննության շրջանակներում իրականացում է առողջ մթնոլորտում, կազմակերպում է քննարկումների միջոցով, դատախազական հսկողության միջոցով, քանի որ պետք չէ մոռանալ, որ երկու մարմինների նպատակը դա մեկն է, այսինքն հանցագործության բացահայտումը։ Քննիչ եւ դատախազ փոխհարաբերությունների նախաքննության շրջանակներում իրականացում են առողջ մթնոլորտում, իրականացում են քննարկումների միջոցով դատախազական հսկողության, այսինքն դատախազի կողմից քննիչի վարույթում գտնվող քրեական վարույթներ ստուգման նպատակով ուսումնասիրելու, համապատասխան հանձնարարություններ տալու միջոցով եւ քանի որ այս ամեն ինչը իրականացվում է մեկ նպատակ իրականացման համար, երկու մարմինների նպատակը դա հանցագործության բացահայտումն է։ Ապացույցների հավաքումը, ստուգումը եւ գնահատումը նախաքննության առանցքն է կազմում։ Մենք յուրաքանչյուր քրեական վարույթ նախաձեռնելու պահից սկսած մեր նպատակն է ապացույցներ ձեռք բերելը, ինչպես արդարացնող, այնպես էլ մեղադրող ապացույցներ ձեռք բերելը եւ այնուհետեւ ապացույցների բավարար համակցության ձեռքբերման շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում գնահատական տալ անձի կողմից կատարված արարքի հանցավոր լինելու կամ չլինելու հետ կապված։ 6 տարի աշխատանքային ստաժի ժամանակահատվածում ունեցել եմ շատ քրեական վարույթներ, կարելի ասել գրեթե բոլորը ինձ համար առանձնահատուկ են, սակայն կարող եմ դրանցից առանձնացնել մեկը, որը 2025 թվականի հունիս ամսին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 13 դրվագ բնակարանային գողություն, որը կատարվել էր կնոջ կողմից, մեկ անձի կողմից, համագյուղացիների բնակարաններից եւ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում այդ կինը ճանաչվեց սահմանափակ մեղսունակ եւ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեցին դատարան։ Համագյուղացիների բնակարաններից էր կատարվում գողությունները, նաեւ ոչ միայն բնակարանային էր, այլ նաեւ շենք, շինություն, նմանատիպ հատվածներից էր գողությունները կատարվում։ Լինում են օրեր, երբ բավականին ծանր հանցագործություններ են լինում եւ օրվա ավարտին արդեն սպառված վիճակում գնում ես տուն եւ այդ ժամանակ իմ պարագայում իմ մանկահասակ որդին է ինձ նոր մոտիվացիա տալիս, նոր նպատակներ, էմոցիաներ եւ նրան տեսնելուց հետո իմ աշխատանքային ծառաբեռնվածության մասին ընդհանրապես մոռանում եմ այդ օր ինչքան եմ աշխատել, ինչ դժվարությունների եմ հանդիպել եւ արդեն հաջորդ օրը տղայիս արդեն երբ որ տեսնում եմ ամեն ինչ ընտանեկան միջավայրում արդեն հաջորդ օրս լցվում է նոր նպատակներով եւ
աշխատունակությամբ։